Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ անկախ հետազոտող քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հավերի համար։ Անդրադառնանք Մոսկվա այցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտություն է Մոսկվա գնալը, նշեց սա բալանսավորված քաղաքականության տիրույթում է Հայաստանի եւ որ ճիշտ չէր լինի չգնալը, այնտեղ կլինեն նաեւ քաղաքական հանդիպումներ։ Ինչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, արդյոք Հայաստանը գնալով Մոսկվա մասնակցելով այդ տոնակատարություններին ճիշտ քաղաքականություն է որդեգրել։ Այսինքն սա շատ կարևոր հարց է եւ այս հարցի բարձաբանումից հավանաբար པարզ կդառնա ընդհանրապես որտեղ ենք մենք գտնվում, ինչ արտաքին քաղաքականություն ունենք, ինչու ունենք այն ինչ որ ունենք եւ ինչ կարելի անել, որ մի քիչ այլ քաղաքականություն վարել։ Նախ այն բարձաբանումները, որոնք հրապարակայնորեն հնչել են եւ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ տարբեր պաշտոնատար անձերի կողմից ունեն անկեղծ ասած զուտ դիվանագիտական բնույթ եւ կարելի ասել այսպես որոշակիորեն դիվանագիտական խորամանկության տարրեր են իրենց մեջ պարունակում։ Ինչու՞, որովհետեւ գիտեք ինչ, բալանսավորման քաղաքականությունը հասկանալի է ինչ է ընդհանուր առմամբ, թեև շատ հարցերում պետք է մի հատ քննարկել տեսնել, թե այս կամ այն իրավիճակում ոնց է դա արտահայտվում, բայց ընդհանուր գաղափարը, այսպես абստրակտ գաղափարը, որ կարելի է բալանսավորված քաղաքականություն վարել, հասկանալի է, բայց կոնկրետ այս դեպքում Հայաստանը ժողովրդավարական պետություն է, չասեմ կոնսոլիդացված ժողովրդավարություն է, ոչ, չասեմ կատարյալ ժողովրդավարություն է, բնավ, ոչ, բայց գոնե այդպես նվազագույն շեմը էլեկտորալ ժողովրդավարության մենք հասել ենք այդ շեմին, այսպես ասենք։ Հայաստանը նաև հայտարարել է, որ եւ օրենք է ընդունել, որ մենք գնում ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով։ Եվ այս պարագայում, որքան էլ որ դու պրագմատիկ, այսպես ասած, արտաքին քաղաքականություն վարես, սա չի նշանակում, որ դու պետք է հետևյալ սկզբունքով միշտ շարժվես։ Այ կարելի է ինչ-որ մեկի հետ խոսել եւ ինչ-որ օգուտներ ստանալ, հա, յուրաքանչյուր պահ կարելի է օգտագործել, յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր պահի կարելի է խոսել սեփական շահերը սպասարկելու դիտանկյունից։ Սա չի նշանակում դա։ Ինչու՞։ Իմ խորին համոզմամբ որքան էլ որ պրագմատիկ արտաքին քաղաքականություն դու վարես, որքան էլ որ դու ռեալիստական դպրոցի շրջանակներում մտածես, որ արտաքին հարաբերություններում արժեքները գերակա չեն եւ միայն ու միայն այսպես շահերն են առաջնային եւ պետություններն են հիմնական սուբյեկտները եւ այստեղ արդեն բացարձակ կարեւոր չի ավտորիտար է պետությունը, դեմոկրատական, ագրեսիվ չէ, դու ուղղակի այսպես նույն կերպով ոնց որ դեմոկրատականների հետ ես հարաբերվում, այդպես էլ հարաբերվում ես ագրեսիվ օրինակ ավտորիտար պետությունների հետ, հա։ Ես կարծում եմ, որ դա այդ բանը մտածելակերպը, որ միայն կարելի է այդպես այդ ռեալիստական դպրոցի շրջանակներում շարժվել, քննադատությանը չի դիմանում, որովհետև այնուամենայնիվ դեմոկրատական պետությունները միմյանց հետ ավելի սերտ են համագործակցում, ինչու կհարցնեք դուք, որովհետև իրենք ունեն որպես դեմոկրատական պետություններ ընդհանուր շահեր։ Հենց միայն ելնելով այն բանից, որ իրենք դեմոկրատական պետություն են, որովհետև կան ավտորիտար պետություններ եւ ավտորիտար պետությունների բլոկեր, որոնք կարող են որևէ եւ շատ հաճախ այդպես է լինում, որևէ կարմիր գիծ չեն ունենում եւ իրենք նաեւ իրենց համար դեմոկրատական պետությունների գոյությունը, նրանց բլոկերի գոյությունը խնդիր է, մարտահրավեր է։ Նրանք մտածում են, որ դա կարող է խաթարել իրենց այսպես ասած դիրքերը, այսինքն իշխանություններ են մտածում ավտորիտար պետությունների, հա, որ եւ այդ խաթարելը կարող է նրանց վերջի վերջո զրկել իրենց սեփական աթոռից, իրենց սեփական
հարստությունից, ընդհանուր միջև ազատություն, ընդհանուր միջև կյանք եւ այլն եւ այլն, եւ գիտեք ինչ, իրենք շատ հաճախ ագրեսիվ քաղաքականություն վարում են առումով, որ այո խախտում են տարատեսակ կանոններ, չեն ճանաչում ոչ մի մարդու իրավունք, այդ սկզբունքը իրենց համար խորթ է եւ միջազգային անվտանգության տեսակետից խնդիրներ են ստեղծում, լրջագույն խնդիրներ, առաջի հերթին բնականաբար փորձում են հարվածել դեմոկրատական պետություններին։ Հիմա սրանից ելնելով եւ նաեւ գիտեք ինչ դեմոկրատական պետությունները շահագրգռված են իրենց բնույթից ելնելով, որպեսզի իրենց հարևանները նույնպես դեմոկրատական լինեն կամ գոնե ասենք ագրեսիվ չլինեն եւ ընդհանրապես շահագրգռված որ ամբողջ աշխարհում տարածում գտնեն այդ լիբերալ դեմոկրատական արժեքները եւ վերջի դա հիմք է տալու ավելի լավ կյանք ունենալու համար, որովհետեւ գիտեք ինչ փոխկապակցված են, չէ, պետությունները, հասարակությունները այսօրվա դարաշրջանում։ Այսինքն դու այսպես պայմանական ասած միտեղ չես կարող առանձին վերցրած մի կղզյակում, այսպես բացարձակ երջանիկ, ինքնաբավ, դեմոկրատական, լիբերալ կարգ հաստատես։ Անընդհատ որոշակի փոխկապակցվածություններ կան։ Եվ դու շահագրգռված ես, որ այսինքն այդ արժեքները հնարավորինս շատ տարածվեն, տեսակ ինչքան խորը գնացինք, էլի, ես երևույթը հասկանալու համար, բայց երևի թե կարիքը կա դրա։ Հիմա տեսեք, լավ, եթե իրենք շահագրգռված են, որ դեմոկրատական այդ պետությունների դաշինքները այսպես ասենք պաշտպանվեն ավտորիտար պետություններից կամ ավտորիտար պետությունների դաշինքներից, նշանակում է իրենք իսկապես ավելի սերտ են համագործակցում մեկը մյուսի հետ դեմոկրատական պետությունները եւ դա նշանակում է որ եթե կան ինչ որ դեմոկրատական պետություններին նետած մարտահրավեր նետած պետություններ ինչ որ մի պահի դրանք ուրեմն բնականաբար դիտարկվում են որպես այնպիսի սուբյեկտներ որոնց հետ իհարկե կարելի է խոսել, բայց խոսել են առումով, որ այնպես անել, որ անվտանգային ուրեմն ռիսկերը նվազեն եւ նաեւ իհարկե հնարավորության դեպքում այնպես անել, որպեսզի այդ պետությունները իրենց մի քիչ զսպված պահեն։ Իհարկե նաեւ կա տեսություն, որ պետք է ամեն ինչ անել, որ նրանք նաեւ դեմոկրատական դառնան, սա մի քիչ այլ թեմա է։ Դրա այո գուցե չենք կարող անել ընդհանուր առմամբ եմ ասում, այսինքն դեմոկրատական պետությունների դաշինքները կամ հզոր ուժեղ դեմոկրատական պետությունները, այլ խոսքը դրա մասին է, հա, բայց շատերը նաև հասկանում են, որ շատ բարդ է դա եւ վերջի դու ոնց պետք է ազդես, բայց գիտեք ինչ, միջազգային ստրուկտուրաները նաև դրա համար են։ Բայց ինչի համար է նախ օրինակ ՄԱԿ-ը, ինչի համար է ԵՀԿ, ինչի համար են տարբեր ոչ կառավարական կազմակերպությունները, հա, շատ հաճախ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների խնդիրներով, բանով եւ այլն, այսինքն հիմա սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է, որ որքան էլ որ դու բալանս, եթե դեմոկրատական պետություն ես եւ ուզում ես բալանսավորված քաղաքականություն վարես, այս իրողությունը պետք է հաշվի առնես եւ դու չես կարող նույն կերպ վերաբերվել, ասենք, ագրեսիվ ավտորիտար պետությունների ղեկավարներին եւ դեմոկրատական պետությունների ղեկավարներին, մանավանդ եթե այդ ավտորիտար ագրեսիվ դեմոկրատական պետությունը, այսպես ասած, շատ այսպես տաք պատերազմի, հա, մեջ է գտնվում, այսինքն ինքն է հրահրում պատերազմներ, այսպես։ Իսկ կարծում եք նույն կերպ է Հայաստանը վերաբերվում, նույն կերպ է Հայաստանը քաղաքականություն վարում, ես նկատի ունեմ նաև վերջին պաշտոնական հայտարարությունները, կարծես նաև մեղադրանքները Ռուսաստանին ուղղված, օրինակ մենք այդպիսի մեղադրանքներ, այդպիսի կշտամբանքներ Եվրոպայի արևմուտքի հասցեին մեր պաշտոնյաների կողմից չենք տեսնում։ Այո, հիմա ես գալիս եմ ինչին, որ ինչից սկսեցի, որ այդ պաշտոնական մեկնաբանությունը, որ դե սա ուղղակի տեղավորվում է մեր այդ բալանսավորման եւ բալանսավորող, հա, քաղաքականության մեջ ինքը իսկապես թույլ փաստարկ է, եթե լուրջ վերաբերվենք դրան, էլի, այսինքն եթե ասենք այս սա է իսկապես Հայաստանի Հանրապետության մոտիվացիան, որ դե ուզում ենք գնալ խոսել, հիմա ինչ ա եղել։ Ձեր հետ էլ ենք խոսում, նրանց հետ էլ ենք խոսում, չէ, ուրեմն պարադը նախ Պուտինը ինքը այդ ամեն ինչը կազմակերպում է սեփական լեգիտիմացիայի համար
իր դիրքերը ամրապնդելու համար, իր համար շատ մեծ նշանակություն ունի, որ հնարավորինս շատ պետությունների ներկայացուցիչներ, տարատեսակ, ասենք, ինչ որ կազմակերպությունների ներկայացուցիչներ գան, մասնակցեն այդ բանի շքերթին, իր կողքը կանգնեն եւ այլն, եւ ինքը այդ ժամանակ հնչեցնում է նարատիվներ, որոնք դեմ են այսօրվա Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, դեմ են ընդհանուր առմամբ լիբերալ աշխարհակարգին, դեմոկրատական արժեքներին, հասկանում եք, ինքը հենց սովորական ինչ որ մի միջոցառում չէ սա, աշխատանքային ինչ որ միջոցառում, երբ որ դու գնում ես, ասում ես դե հիմա առիթը օգտագործենք խոսելու, հա, իհարկե պետք է խոսել, այնպես չի որ ընդհանրապես չի կարելի խոսել, խոսքը դրա մասին չէ, ավելին պետք է շատ ավելի ինտենսիվ խոսել, կապ չունի թե ինչ տեսակի երկիր է դա, հա, որտեղ դու այո, քո խնդիրները պետք է խոսում, այո, որպես պատերազմ չլինի։ Այո։ Բայց խոսքը հիմա սրա մասին չէ, ինչպես տեսնում եք, էլի սա լրիվ այլ պատմություն է, բայց հիմա կհարցնեք, բա այդ դեպքում ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում։ Որն է մոտիվացիան։ Իրական մոտիվացիան։ Ես կարծում եմ, եւ գիտեք ինչ, երևի թե դա ոչ թե զուտ ուղղակի իմ կարծիքն է, զուտ համոզմունք է, հա, որ իշխանությունները գնում են որովհետև մտածում են, որ չգնալու դեպքում Պուտինը, որի համար շատ կարևոր է այս միջոցառումը, հենց իր սեփական դիրքերը ամրապնդելու, չգիտեմ, իր նարատիվները առաջ տանելու տեսակետից, շատ լուրջ սիմվոլիկ նշանակություն ունի այս ամեն ինչը, Պուտինը կարող է սա դիտարկել որպես թշնամական քայլ Ռուսաստանի հանդեպ, Հայաստանի կողմից իրականացվող, եւ հաշվի առնելով Ռուսաստանից կախվածությունը Հայաստանի, տնտեսական կախվածությունը հիմնականում, հնարավոր է, որ Ռուսաստանի վերնախավը Պուտինը կայացնի այսպես էմոցիոնալ շատ որոշում, որը իրականում իր շահերից էլ չի բխի, բայց այսպես խորքային վիրավորված, հա, այսպես ասած լինելով այդ դեպքում, այո, ինքը կարող է ասել, որ վերջ, փաստորեն Հայաստանը, այսինքն սա ենթադրություն է, բայց որը կարծում եմ, որ հիմք է ծառայել այդ որոշման համար։ Եվ կարող է մտածել, որ վերջ Հայաստանը միացել է իր դեմ պատերազմ վարող Արևմուտքին, Եվրոպային առաջի հերթին, հա, եւ այդպես մարտահրավեր են ետում իրեն, եւ ուստի պետք է համարժեք վերաբերմունքի արժանացնել Հայաստանին։ Եվ ինքը կարող է մտածել, հաշվի առնելով ընդհանրապես էլի Կրեմլի աշխատելավոճը, նրան աշխարհայացքը եւ այլն։ Մշտական քաղաքականությունը։ Այո։ Կարող են ասել, ահա, ուրեմն ինչ պետք է անել, ուրեմն պետք է շատ կտրուկ գործողություններ անել, որ ցավեցնել Հայաստանին, վնասել նրան, հա, եւ օրինակ կարող է միանգամից գազի գինը կտրուկ բարձրացնել, հա, ընդհանուր միջև կարող են, չգիտեմ, նույնիսկ անջատել այդ գազի բանը տրամադրման այդ գործընթացը փակել մի խոսքով։ Ինչը ավելի ցավոտ կլինի։ Այո, դա ոչ կարող է հետևանքներ ունենալ տնտեսական, չէ՞, հասկանում ենք, որ կարող է նման բան լինել, կամ ասենք ամբողջ բոլոր միգրանտներին ենթադրենք, ասենք միանգամից վտարում ենք 24 ժամ ժամանակ ենք տալիս ձեզ, դուք դուրս եք գալիս, դուք խախտել եք միգրացիոն օրենսդրությունը, հա, հանկարծ կարող է նման բան բացվի, կամ այդ բոլոր հայկական ապրանքները թունավորեն եւ վերջ որևէ վաճառք չի լինելու, կամ միանգամից այսպես նաև գիտենք, որ մենք դեռևս չենք լուծել մեր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, հա, եւ դա էլ կարող է օգտագործվել Կրեմլի կողմից, որոշակի շիկացումներ եւ այլն իր կողմից կարող են, այսպես ասենք, չասեմ կազմակերպվել, բայց միգուցե խրախուսվել, հա, այսինքն որ այ Ադրբեջան դու եթե ունես ինչ-որ խնդիրներ եւ քեզ ինչ-որ մի բան զսպում էր, ինչպես միշտ է Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով, հա, մի զսպիկես, կարող ես որոշակի բաներ անել, ես արդեն հասկանում եմ, որ Հայաստանը ընդհանրապես ինձ թշնամական պետություն է եւ ինձ համար արդեն միևնույն է, հա, ինչ կլինի նրա հետ, այսինքն կարող է էլի այդպիսի բան ունենալ, հա, չգիտեմ, մի խոսքով, այսինքն այդպիսի պարադիգմա կարող է Պուտինի մոտ առաջանալ եւ
որոշակի այդպիսի գործողություններ արվեն, հաշվի առնելով ուրեմն նորից եմ ասում մեր կախվածությունը, հաշվի առնելով այն, որ մենք կոնֆլիկտը դեռ չենք լուծել, հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը եւ այլն, շատ այս դեպքում Հայաստանը շատ խոցելի իրավիճակում կարող է հայտնվել եւ այստեղ հարցը հետեւյալն է, իսկ արևմուտքը արդյոք կարող է կարճաժամկետ կտրվածքով այն աստիճանի ահավալ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, այնպիսի այլընտրանք ներկայացնել, որ մենք ասենք դե լավ, հիմա ոչինչ, մենք կդիմանանք, մենք շատ արագ ուրեմն ոտքի կանգնենք, եթե նույնիսկ ինչ որ խնդիրներ ունենանք կարճաժամկետ եւ որևէ խնդիր չլինի, ներքաղաքական իրավիճակ չի լարվի, օրինակ, երկրի ընդհանուր անցուդարձը, բնականon կյանքը չի պարալիզացվի, հիմա տեսեք, եթե, հիմա եթեով ենք խոսում, հավանաբար իշխանությունները այս հաշվարկով են, ուրեմն իմ կարծիքով, իմ համոզմամբ գնացել Մոսկվա, այսինքն հələ դեռ չեն գնացել, չէ՞, բայց ասել են որ գնալու ենք, հա, եւ հավանաբար սա դժվար կայացվող որոշում է եղել, որովհետեւ միևնույն է դու այս դեպքում էլ, եթե որոշում ես գնալ, նախ դու կարճաժամկետ ընդհանրապես խնդիր ես լուծում, որովհետև մտածել, որ ընդհանրապես Հայաստանի այդ քայլով Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ ինչպես Ալեն Սիմոնյանն էր ուղղակիորեն վերջերս նշել կդադարի հիբրիդային պատերազմը Հայաստանի նկատմամբ, չէ իհարկե, բայց ժամանակավորապես այս մոտ ժամանակահատվածում միգուցե դա կարող է էմոցիոնալ իր ֆոնի վրա ազդել, ասել լավ այնուամենայնիվ ես կարիք ունեմ էլի այսպիսի քայլերի եւ Հայաստանում թող հələ որ մնա այն ինչ որ կա այդ իրավիճակը, լրացուցիչ, այսպես ասած, ճնշումներ չբանեցնեմ, բայց երկարաժամկետ կտրվածքով իհարկե ինքը շարունակելու է իր այդ քաղաքականությունը, ակնհայտ է սա, որ Ռուսաստանին դուր չի եկել ինչ որ տեղի ունեցել 2018 թվականին Հայաստանում եւ մինչեւ հիմա չի հաշտվել եւ չէր հաշտվելու անհնարին այդպիսի բանի հետ հաշտվելը, որովհետեւ պետությունը դուրս է գալիս քո ուրեմն օրբիտայից, այսինքն պետությունում հաստատվում են այլ կարգեր, դա նշանակում է ավելի անկախություն եւ դա նշանակում է վատ օրինակ քո համար քո երկրի ներսի ասենք, ասենք բանի համար օրինակ է ծառայում դա, այսինքն դա կարող է բերել հուզումների ներքին, կարող է մարդիկ ասեն, բայնա Հայաստանում դա հնարավոր է ինչի մեր մոտ հնարավոր չի, ազատ ավելի կյանք օրինակի համար, այ տեսեք մամուլու 34-րդ տեղն են, ինչի է Ռուսաստանը համարյա այնց վերջի տեղերը գրավում, հա, ինչ մի խոսքով էլի, այսինքն եւ նաեւ այլ երկրների համար սա կարող է օրինակ ծառայել, որոնք Ռուսաստանի արբիտայում են գտնվում, հա։ Հիմա բայց չէ որ մենք հասկանում ենք, որ գնալով Հայաստանը ռեպուտացիոն որոշակի կորուստներ է ունենալու։ Արևմուտքի աչքերին։ Այո։ Եվ ոչ միայն արևմուտքի, նաև նրանց, որոնք այսպես չեզոք դիրք ունեն շատ դեպքերում, հա, եւ այլն, այսինքն կամ նրանք, որոնք արևմտյան մտածողություն ունեն, բայց չգիտեմ, կարող է ապրում են ոչ արևմուտքում, այսինքն նաև սա էլ պետք է նշել, այսինքն խոսքը որոշում կայացնողների մասին է, խոսքը կարծիքի ինչպես ասում են առաջնորդների մասին է, հա, կարծիք ձևավորողների մասին է, ասա տարատեսակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին է եւ այլն, այսինքն բոլոր նրանք, որոնք այս կամ այն չափով քաղաքականության մեջ են, աշխարհակաղակականության մեջ են, մարդու իրավունքներով են զբաղվում, ժողովրդավարությամբ են զբաղվում, լրագրությամբ են զբաղվում եւ այլն, եւ իրենք այսպես ուղղակի լսելով որ փաստորեն, այսինքն ոնց, ինչ տեսակի պետություն է փաստորեն Հայաստանը, եթե ասում է դեմոկրատական եմ, բայց Պուտինի այդ փառատին ինչու է մասնակցում այդ շքերթին, կարող է նրանց համար հասկանալի չլինել սա, շատերի համար խիստ անընդունելի լինել,
շատերը կարող են ասել, որ ներողություն էլի, այսինքն հասկացանք այդ պրագմատիկ, բայց չէ որ որոշակի արժեքների հարց կա ստեղ եւ վերջի վերջո այդ կենտրոնը մեր վրա հարցակում է իրականացնում։ Ինքը դեմոկրատիան ուզում է ոչնչացնել, մեզ այսպես ասած այնպես անել, որ դեմոկրատական եվրոպական դեմոկրատական պետություններում ճգնաժամեր ստեղծվեն բան եւ այլն եւ փաստորեն այդ քայլով դու այդ ճամբար ես մտնում, հա, թեկուզ եւ ժամանակավորապես կապ չունի հիմա։ Կարող են այդպես մտածել եւ դա իհարկե կարող է ազդել ընդհանուր առմամբ Եվրոպայում արկա Հայաստանի վերաբերյալ տրամադրությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ այնպես չի, չէ, որ ասենք, չգիտեմ, Եվրոպայում մենք էլ կասեն մի վարքյան, հա, դուք մամուլի ազատության առումով 34-րդ տեղն եք գրավում, հա, չէ, ուրեմն դուք արժանի չեք դրան, կեղծ է այդ ամեն ինչը, կամ երբ որ դեմոկրատական բարեփոխումներ շարունակեն, ենթադրենք իշխանությունները, կամ նոր թափ տան, կամ ավելի արդյունավետ աշխատեն, հա, ավելի թափանցիկ աշխատեն, կարող է դրա համար ասելու են, չէ, ոչինչ է, քանի որ արդեն գնացիք, դա զրոյացրել է, իհարկե չէ։ Դրա համար այստեղ այդ կշերքի վրա փաստորեն դրվում են այսպես երկու հիմնական բանն է, գնալու եւ չգնալու վտանգները եւ հնարավոր, այսպես ասած, բաները կալորիաները։ Այսինքն մեծ հաշվով գիտակցումը, որ գնալով շատ բուռն, շատ սուր քննադատական եւ այսպես փոփոխական իրավիճակ արևմուտքի հետ հարաբերություններում չի գրանցվի։ Նաեւ որոշակիորեն խնդիրներ կլինեն, որոշակի ասենք կարող է նույնիսկ ինչ որ հարցերում այսպես ճգնաժամին մոտ բաներ լինեն, բայց դա հնարավոր կլինի հաղթահարել, բացատրելով այն ինչ որ օրինակ ես հիմա բացատրում եմ, բայց եթե գիտեք այն բացատրություններ, այն պարզաբանումները, որոնք հրապարակային են հնչում, եթե դա ներկայացվի այն մարդկանց արևմուտքում, հա, որոնք որ հարցեր են ունենալու, դա համոզիչ չի լինելու միանշանակ։ Բացարձակ համոզիչ չի լինելու, իսկ այն պատճառաբանությունը, որ իրական պատճառաբանությունն է, սա կարող է հասկանալի լինել, այո, եւ կարծում եմ, որ դա պետք է կոմունիկացվի, էլի։ Դրա համար մենք այնուամենայնիվ պետք է տարանջատում դնենք այն բանի, թե ինչ հրապարակային շատ հաճախ հնչում է եւ այն իրականությունն է, որը կա եւ այն ինչ որ փակ դռների հետևում է հիմնականում էլի ասվում։ Ցավոք սրտի մենք դեռ այն դարաշրջանում չենք գտնվում, որ ամեն ինչ բացահայտ կարելի է այսպես ասել, բայց մյուս կողմից էլ տեսնում եք, որ հիմա մենք խոսում ենք դրա մասին, չէ, որովհետեւ նախ խոսքի ազատություն կա Հայաստանում։ Այո։ Հիմա ես անկախ փորձագետ եմ, հա, դուք լրագրող եք եւ մենք ամեն ինչից կարող ենք խոսել, մեր մտավաները, հիպոթեզները կարող ենք առաջ քաշել, արգումենտներ բերել եւ հիմա կարող ենք ասել, հա, բայց փաստորեն օրինակ, չգիտեմ, մի քիչ կարող է թեման բան է, շատ ենք խորանում այս բանը, բայց այնուամենայնիվ էլ հիմա կարող եք կողքից ասեն մի վարքյան, բայց բա հենա իսկական բանը ասեցիք, այդ իսկական պատճառը Կրեմլում կիմանան, հա, բա ոնց կարելի է այդպես, բայց սա է իրողությունը, ժողովրդավարական պետությունում ես ապրում, այսինքն անկախ փորձագետը կամ այլ չգիտեմ կուսակցության ներկայացուցիչը, հա, ինքը կարող է ազատորեն իր գաղափարը ասել եւ հիմա ես գիտեք ինչտեղ ինչ եմ ուզում ասել, որ այնպես չի, որ ասենք նույն Կրեմլը ինքը չի հասկանում իրական պատճառաբանությունը Հայաստանի։ Բայց իր համար կարևոր է, որ հրապարակային դաշտում այդ իրական պատճառաբանությունը չհնչի, այլ հնչի այն ինչ որ հնչել է։ Հոգեբանություն է սա։ Այո։ Ուզենք թե չուզենք, բայց այսպեսի մի հետաքրքիր երևույթ կա, ինչը որ
կոչվում է հոգեբանություն եւ նաեւ շատ դեպքերում էմոցիոնալ ռեակցիա ոչխացել։ Պարոն Վարդանյան, անդիմության խաղարկումը մինչև 26 թվականի ընտրությունները Կրեմլի կողմից ինչ հաջողություններ կունենան, մենք տեսնում ենք գրեթե ամեն օր իշխանություն ընդդիմություն շատ սուր հակամարտություն, մենք տեսնում ենք, որ դրանք որոշ դեպքերում նույնիսկ սահմաններ ու գծեր են հատում, մենք տեսնում ենք լոկալ ակցիաներ, տեսնում ենք վիրավորանքներ, ամեն ինչ բացի ռեալ քաղաքականությունից, այնպես ինչպես քաղաքակիրթ երկրներում կարվի դիսկուրսներ, չգիտեմ, Հայաստանին օգուտ բերող որևէ քննարկում, ամեն ինչ բացի դրանից։ Ինչքանով կա այս ամեն ինչի մեջ Կրեմլի մասնակցությունը եւ այս ամեն ինչը հրահրել է, եթե դուք տեսնում եք մասնակցություն, ինչքանով աշխատող կարող է լինել։ Գիտեք, ինքնին ռադիկալ ընդդիմության գոյությունը քաղաքական մեր համակարգում նրանց ներկայացվածությունը խորհրդարանում բավարար է, որ առանց որևէ արտաքին աջակցության նրանք պահեն իրենց այնպես, ինչպես որ իրենց պահում են։ Որովհետև իրավիճակը ուղղակի այնպիսին է, որ դե իրենք եղել են ավտորիտար քաղաքական ռեժիմի այդ շրջանակներում, հենասյուններն են հանդիսացել այդ ռեժիմի, հասկանում եք, իշխանացել իշխանափոխություն եւ իրենք կարողացել են ընդդիմություն այնուամենայնիվ լինել, այնպես չի, որ ընդհանրապես խաղից դուրս են հանվել, բայց մյուս կողմից էլ իրենք գիտեն, որ այսօրվա իշխանությունները ինչ էլ անեն, նույնիսկ եթե անարդյունավետ գործ են բան եւ այլն, իրենք ավելի ընդունելի են, քան իրենք են, հա, ասենք, հա, հասարակության մեծ մասի կողմից կամ զգալի հատվածի կողմից եւ վերջը որևէ մեկը չի մոռացել իրենց ժամանակահատվածում, ժամանակաշրջանում այո տեղի ունեցած ամեն ինչը եւ վերջը նաեւ իրենք այսօր ռեսուրսների պահպանման խնդիր ունեն։ Շատերը պայքարում են նրա համար, որ չգիտեմ, ամեն ինչ չկորցնեն, որոշները պայքարում են նրա համար, որ մնան ազատության մեջ։ Եվ իրենք մտածում են, որ այդ քաղաքական գործիքները, քաղաքական պայքարի ձևերը եւ այլն, իրենք կարող են օգտագործել այդ ամենի համար։ Իրենց համար դա շատ կարեւոր է։ Իրենց համար կարևոր է սկանդալ սարքելը, իրենց համար կարևոր է պրովոկացիա անելը, որովհետև դրանով իրենք նախ ուշադրություն են գրավում, իրենք որոշակի լարումներ են ստեղծում, միգուցե հասարակության ինչ-որ մի հատված ասի, հա, դե փաստորեն տեսեք, ինչի են, բայց այս սորվաններն էլ այսպես էլի մի բան չեն փաստորեն, հա, եւ այլն, եւ իրենք այդ ֆոնին ասեն, որ այ եթե հանկարծ վաղը տեսնեք, որ քրեական գործ է հարուցվել իմ նկատմամբ, կամ իմ հարստությունին ինչ-որ մի բան են վերցրել, այ իմացեք դա քաղաքական հաշվեհարդար է, իմացեք, որ ուղղակի իրենք չեն ուզում, որ ընդդիմություն լինի, ընդդիմության ձայնն են բանանում, այ միջազգային կազմակերպություններ տեսեք, ինչա տեղի ունենում, այ Ռուսաստան, տես, մենք հավատարիմ եվրասիական, այսպես ասած, գաղափարախոսության ուղղվածությանը մարդիկ ենք, բայց մեզ փաստորեն ճնշում են, մի բան արեք, լավ չի, չէ՞, սենց։ Եվ ռուսական ազդեցությունը այս առումով, գիտեք, օրինակ մենք որևէ փաստ այսօր չունենք, որ այս կամ այն պատգամավորը ուղղակի ֆինանսավորվում է, ենթադրենք, չգիտեմ, Կրեմլից կամ այնտեղից որոշակի հրահանգներ ստանում, հա։ Դա արդեն, չգիտեմ, մահացեի գործն է, միգուցե արտաքին հետախուզության գործն է եւ այլն, ես չգիտեմ իրենք ունեն ինչ-որ տվյալներ թե չէ, բայց այնուամենայնիվ կարծես թե հրապարակային որևէ բան չկա, չէ՞, չգիտեմ, ես օրինակ չգիտեմ, հա, նման բանի մասին։ Արլեն Սիմոնյանը խոսեց, բայց փաստացի ոչ։ Այո, ասվում է շպիոն, բայց ապացույցներ կարծես չեն բերվում, չէ՞, ուղղակի ապացույցներ, բայց տեսեք, մենք տեսնում ենք, որ նարատիվները նույնն են։ Մենք տեսնում ենք, որ այնտեղ ինչ-որ մի բան ասվում է, հետո միանգամից էստեղ է ասվում, ոչ թե հակառակը։ Այո։ Հա։ Այդ արդեն ինչ-որ բանի մասին միգուցե եւ մեզ արագ թարգմանվում տեղադրվում է իրենց լրատվամիջոցներում։ Այսինքն առնվազն
կարող ենք ասել հետեւյալը, որ այստեղ գործող այդ գործիչները իրենք գիտեն, որ Ռուսաստանում իրենք պահանջարկված են, իրենց նման գործնեությունը։ Որտեղ իրենք էլ են նույն բանը ասում, ուզում անել եւ այլն, եւ կարծես իրենք նույնիսկ նորից եմ ասում, եթե ոչ մի ուղղակի կապ չլինի, իրենք կարող են ասել, այ տեսեք, դուք մեր վրա կարող եք խաղադույք դնել քաղաքական առումով, եթե ինչ-որ էլի ակտիվ ինֆորմացիոն սատարում բան շարունակեք, մենք ավելի ակտիվ կարող ենք գործել, ավելի լավ պայմաններ կստեղծվեն մեր համար, ավելի լուրջ ճգնաժամեր կարող ենք ստեղծել։ Իսկ մրցակցություն իրենց մեջ կա այս հարցում, մենք նկատում ենք նաև նախկին նախագահների բանավեճը, հերրակա բանավեճը, սա Ռուսաստանի համար է այս մրցակցությունը Ռուսաստանի թեկնածու լինելու, թե ներքին լսարանին ուղղված է, ինչ եք կարծում։ Քանի որ մենք այսպես ակամայից արդեն նախընտրական կարծես քարոզչության մեջ ենք։ Կարծում եմ ավելի շատ այնուամենայնիվ Կրեմլին ուղերձներ են։ Մենք կլինենք։ Այո, որ մենք լավ պայմանական պրոկրեմլյան ուժն ենք, մենք արևմուտքի դեմ ամենալավ պայքարողն ենք, ամենակոշտ մեթոդների կողմնակիցն ենք ընդհանրապես, այս մեկը մեր գործընկերը այդքան էլ կոշտ մեթոդներով չի պայքարել ժամանակին արևմուտքի դեմ, ու դրա համար նաև ունեցանք այս ամեն ինչը, օրինակ կարող են նրանք ասել։ Պարոն Վարդանյան, Ալեն Սիմոնյանը խոսում էր 2026-ի ընտրությունների մասին, ասաց մեր ամոթն է, որ այդ մարդիկ բանտում չեն եւ այլն, բայց նաեւ մի համոզմունք հայտնեց, որ իրենց կոալիցիաների անհրաժեշտություն չունեն, ամեն դեպքում նախընտրական կոալիցիաների մասին էր խոսքը 50+1 են ունենալու, ինչ դիտարկումներ ունեն։ Դե նախընտրական կոալիցիայի առումով անկեղծ ասած տրամաբանություն չեմ էլ տեսնում, ինչու պետք է նախընտրական կոալիցիա ձևավորի քաղաքացիական պայմանագիրը, կառավարող ուժ է, ընտրությունների ժամանակ վերընտրվել է ուրեմն արտահերտի ժամանակ, շատ բարդ պայմաններում, շատ բարդ պայմաններում եւ նաեւ թիմ ընտրությունների ժամանակ էլ բարձր ցուցանիշներ է ցույց տալիս այնուամենայնիվ, թեև ինչպես խոսել ենք դրա մասին, այո, օրինակ Գյումրիում չկարողացավ հաղթել, Փարաքարում չկարողացավ եւ այլն եւ այլն։ Հիմա բայց ես օրինակ իհարկե իշխանությունները կարող են ունենալ ներքին ինֆորմացիա, հասարակական տրամադրությունների վերաբերյալ, միգուցե կարող են ունենալ խորքային հարցումներ, ներքին եւ այլն, բայց ամեն դեպքում գիտեք կան նաեւ այլ հարցումներ, հրապարակված, այսպես ասած, հարցումներ, որոնք բավականին վստահելի են, օրինակ IRA-ի հարցումը անցյալ տարի էր հրապարակվել, ըստ որի 60% 61% հարցվածների որևէ մեկին չի վստահում։ Սա խնդիր է, որտեղ սա կարող է բերել պասիվության մի կողմից, մյուս կողմից կարող են որոշ, ասենք, շրջանակներ օգտագործել այդ մարդկանց, որ չէ վերջի վերջո, չեք վստահում բոլորին, բայց այն մեզ մի քիչ վստահեք, ավելի լավ կլինի։ Եվ նաև գիտեք 35%-ից ավել որպես կանոն դեմոկրատական պետություններում առաջի տեղը զբաղած կուսակցությունը չի վերցնում ու մենք էլ կարծես թե այնուամենայնիվ գնում ենք այդ պարլամենտական հանրապետության ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով կամաց իհարկե մենք ստեղ ունենք բազմաթիվ խնդիրներ, օրինակ խնդիրներից մեկը այն է, որ կուսակցական համակարգը կայացած չէ, այսինքն մենք չգիտենք օրինակ, որոնք են հիմնական լեգիտիմ ուժեղ կուսակցությունները, քանիստ են դրանք, որ կարող են իսկապես իշխանության գալ, կարող են կոալիցիայի մեջ մտնել իշխանական կամ ընդդիմություն ծառայել, հետո իշխանություն մի խոսքով, այսինքն անհասկանալի է, այս առումով եւ սա պրոբլեմ է։ Ես չեմ բացառում իհարկե, որ քաղաքացիական պայմանագիրը կարող է ինչ-որ գեր ջանքերի միջոցով որոշակի նաև նոր արդյունքներ գրանցելով տարբեր ոլորտներում կարողանա այնպես անել, որ 50+1 միանգամից վերցնի։ Այսինքն այս մեկ տարվա մեջ ինչ-որ լավ բաներ արվեն, որոնք կբերեն վարկանիշի բարձրացման։ Այո, կարող է նման բան լինել, չեմ բացառում,
Բայց մյուս կողմից էլ ինչպես արդեն նշել եմ, այս պահի դրությամբ ես չէի ասի, որ մեծ է հավանականությունը դրա, այս պահի դրությամբ։ Բայց իհարկե այո, եթե որոշակի իրադարձություններ լինեն եւ այլն, կարող է իրավիճակ փոխել։ Բայց հիմա այստեղ հարցը հետեւյալն է, այսինքն բայց հասարակությունը այնուամենայնիվ մտավախություն ունի, հենց ասեմ, էլի հասարակության զգալի հատվածը առնվազն հասարակության այն զգալի հատվածը, որ իմ խորին համոզմամբ մեծամասնությունն է այնուամենայնիվ, որը ժողովրդավարական քաղաքական ռեժիմի կողմնակից է։ Շատերը կարող են շատ նրբությունները այդքան լավ չհասկանալ, հնարավոր է նաև լիբերալ այդպես ազատությունների հետ կապված էլ լիարժեք պատկերացումներ չունենան կամ որոշակիորեն լիբերալիզմին հակասող պատկերացումներ ունենան, բայց այն որ դեմոկրատական կարգ պետք է լինի, ընտրություններ պետք է լինեն, հա, մրցակցություն պետք է լինի եւ այլն, կարծում եմ որ բնակչության մեծամասնությունը դրա ջատագովն է եւ այդ մեծամասնությունը համոզված է որ նախկին իշխանությունները դրա դեմ էին։ Հիմա խնդիրը այն է, որ իսկ ինչպես Գյումրիում եղավ, թեև նորից Գյումրիի այդ кейսը մի քիչ այլ է, որովհետև տեղական ինքնակառավարման հետ գործ ունենք ու այդ թաղային անձի նաև ասենք հեղինակություն ասենք կամ ընդհանրապես անձնավորված այդ բանը, որ թիմեր են, ընտանիքներ են մասնակցում ավելի շատ, հա, ոչ թե քաղաքական, սա դեր է խաղացել, բայց այնուամենայնիվ նաև մյուս կողմից էլ մենք գիտենք, որ թե այդ ընդդիմադիր շրջանակները, թե նաև քաղաքացիական պայմանագիրը շատ լուրջ քաղաքական աստառ էր տվել այդ ընտրություններին։ Այդ գիտենք, ինքը այսինքն այնպես էլ չի, որ լրիվ սովորական թիմ ընտրություններ էր։ Դրա համար ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ հասարակությունը, այդ իմ ասած այդ պարամետրները ունեցող հասարակությունը կամ հասարակության այդ հատվածը որոշակի մտավախություններ ունի, որ հա բայց կարող է այդ ոչ դեմոկրատական առանձին ուժեր միավորվեն վերջի վերջո եւ ընդհանուր առմամբ էլեկտորալ process-ի արդյունքում ազատ արդար իրենք գան իշխանության։ Կարող է այդպես ստացվի, որ այսպես չհերիքի օրինակ մի քանի տոկոս, չգիտեմ, հա, ու մեկ էլ ինչ, խնդիրը ինչի որ քաղաքացիական պայմանագիրը կպարտվի, հասկանում եք։ Խնդիրը այն է, որ այդ դեպքում, եթե չկան այլ ընտրակներ դեմոկրատական, հա, եթե քաղաքացիական պայմանագրի պարտվելը նշանակում է նախկինների, այսպես ասած, այդ, հա, ճակերտների մեջ դրած վերադարձ, բայց դա կնշանակի, որ վերջ ուրեմն Հայաստանը գնում է պրոռուսական արդեն ճանապարհով, դրանից հետո դա նշանակում է, որ այն ազատությունները, որոնք կան, այդ ազատությունները չեն լինելու, Հայաստանի մամուլը 34-րդ տեղը չի լինի այդ դեպքում, հա, այդ դեպքում կլինի օրինակ օտարերկրյա գործակալների մասին օրենք Հայաստանում, ինչպես Վրաստանում, այո, ինչպես նույն Ռուսաստանում վաղուց, եւ կսկսեն իսկապես այլ հայացքներ ունեցող մարդկանց հետապնդել եւ շատ-շատերը ընդհանրապես ֆիզիկապես չեն կարողանա գոյատևել, գործունեություն ծավալել, աշխատել, դա էլ պետք է նշենք մենք, հա, ազատ տարածքներ չեն լինի, հետո կարող են լուրջ կոնֆլիկտներ լինել այդ դեպքում, շատ լուրջ, որովհետեւ հասկանալի չէ, որ հասարակության զգալի հատվածը մեծ մասը դեմ է դրան, իսկ դա փաստ է։ Արդյունքում ընտրվում է եւ սկսում են ռեպրեսիաները, ոնց է լինի, ուրեմն կլինի հակադարձում եւ դա կարող է բերել նաեւ քաղաքացիական շատ լուրջ բախումների։ Եվ ասեմ ավելին, իշխանությունները, այդ հին իշխանությունները ավելի շուտ էլի, որոնք կարող են պոտենցիալ դառնալ նոր իշխանություններ ընտրությունների արդյունքում, հա, իրենք չեն վարելու իրենց այնպես ինչպես որ նախկինում են վարել։ Իրենք ստիպված են լինելու շատ ավելի կոշտ ռեժիմ հաստատել, շատ ավելի խիստ ավտորիտար համակարգ հաստատել, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իշխանությունը, որտեղ եթե իրանք թողնեն այնպես ինչպես որ նախկինում թեկուզ եւ ոչ դեմոկրատական, բայց փափուկ ավտորիտարիզմ էր, հա, այն ժամանակ հնարավոր էր լինում, օրինակ ինչ որ ազատ որոշակի տարածքներ ունենալ եւ այլն։ Այս անգամ այդ ազատ տարածքները եթե թողնեն, դրանք միանգամից հարվածելու են իրենց եւ իրենք նոր վերցրած իշխանությունը միանգամից կարող են կորցնել։ Դրա համար ստիպված են լինելու հաստատել
կոշտ դիկտատուրա։ Դրա համար այդ մտավախությունը մարդկանց մոտ հիմա կա, եւ որպեսզի այդ մտավախությունը չլինի, մարդիկ պետքա վստահ լինեն, որ բացի ԿՊ-ից կա նաեւ այլ քաղաքական ուժ կամ ավելի լավ կնի ուժեր, որոնք կարող են մտնել խորհրդարան, մեծ է հավանականությունը, որ նրանք կմտնեն խորհրդարան, եւ այս կամ այն ձևով հետընտրական կոալիցիա, հետընտրական կամ կոալիցիա կստեղծեն ԿՊ-ի հետ, հա, միասին վերցրած, կամ եթե հետընտրական կոալիցիա չեն ստեղծում, բավարար ձայներ կապահովեն, որպեսզի վարչապետ ընտրվի դեմոկրատական, հա, ասենք այսպես ասած, այդ ուժերի կողմից։ Եվ մենք չկորցնենք դեմոկրատիան։ Ու սրա մասին այո, պետք է այսօրվանից իհարկե մտածել եւ այդ ժողովրդական լեզվով ասած այդ արխային ընկնելը ես անկեղծ ասած չեմ ընդունում։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, շատ հետաքրքիր էր։ Ես հիշեցնեմ իմ հյուրը անկախ հետազոտող քաղաքագետ Էդգար Վարդանյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։